Ով փնտրում է, նա միշտ գտնում է, ընդ որում գտնում է ամենաչցուցադրվածը ու ամենագեղեցիկը։ Բարի ողջույն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից, որտեղ եղանակը մեղմ ասած անկանխատեսելի է, միշտ փոփոխվում է յուրաքանչյուր ժամը 1, յուրաքանչյուր 2 ժամը 1, ու քանի որ մենք գտնվում ենք Նոյլենդում ու այստեղ check-in-ը ժամը 14-ից է, մենք որոշեցինք այս ժամանակահատվածը օգտվել Նոյլենդի կոնսերժ ծառայությունից դեպի Ճայրի կղզի, իհարկե հավելյալ գումարի դիմաց։ Բարի ողջույն, եթերում է ձեր ամենասիրելի Face Control-ը։ Բարև ախպերություն։ Այս պարտադիր է, չէ՞։ Հա։ Օպերատորին էլ։ Հա։ Ձեո Մարի։ Ցուրտ է։ Այս մեկը բավական է, չէ՞։ Չեմ մեռնի։ Սու, ինձ թվում է տպավորիչ երթուղի է սպասում բոլորիդ, այնպես որ սկսում ենք։ Կարելի է գնալ դիմաց, հա։ Ձեոմ չմտածես, հետևիցդ կգանք։ Մենք արդեն դուրս ենք գալիս բաց ծով, գիտեք չէ, Գեղարքունիքի բնակիչները ոչ թե լիճ են ասում, այլ ծով են ասում, ճիշտ եմ չէ։ Ու շարժվում ենք դեպի Ճայրի կղզի։ Ասեք, որ մի ուրիշ հանգստություն է տալիս Սևանով նավարկելը, այս լճի ցողը, այս ալիքները, Գեղամա լեռնաշղթան, շղթայի վրա այդ սպիտակ մուշտակը, որպեսզի տաք մնան, տաք։ Մեր Սևանի կենտրոնում թաքնված հրաշքը, թրջնային հրաշքը, ինչ էլ շատ է։ Իսկ այս սևերն էլ են ճայ։ Բակլաններ, զգում եք ոնց են պաշտպանվում։ Իրանց տարածքն է, իրանց բույնն է, իրանց ձագուկներն են։ Այս հրաշքը, հրաշք, որին մոտենում ես։ Էլի կարանք մոտենանք։ Ձեո նայի ընդեղ, պինգվինների նման սենց քայլում է։ Շատ սիրուն է։ Շնորհակալություն ChatGPT-ին մի անգամից թարգմանեց։ Ուրեմն բակլան թարգմանվում է ջրագրավ։ Ինչպես է գոյացել Ճայրի կղզին։ Ուրեմն սկզբնական հատվածում եղել է մի հատ մեծ կղզի, մեծ տարածքով, հետո ժամանակի ու տարիների ընթացքում ջուրը նվազել է Սևանի ու առաջացել են առանձին կղզյակներ։ Ու այդ կղզյակները հանդիսանում են ներկա պահին հանգրվան։ Այս թռչունների շատ սիրուն է։ Ֆանտաստիկա։
Ասում եք էլի յուրաքանչյուր հայացք աչքդ որ որսում է մի նոր սիրահարվածություն է հայրենիքի։ Այս չկրկնվող տեսարաններ են, որ սրանք ես վերցնում եմ այստեղ իմ սրտում։ Աշխատանքային ընդմիջում անենք, հա? Rio Grande։ Սառը սուրճ էր, հարցրեք քաղաքի լավագույն սուպերմարկետներում, կաթովը ինձ, առանց կաթովը մեր աղբորը։ Ու անձրև ագալ գնացինք։ Սուրենյանն ասում էր, զգուշացնում էր, ասում էր, սև ծովից ցիկլոններ են գալու, կարկուտի տեսքով, քամու տեսքով, չլսեցինք։ Հիմա անգամ կարկուտի տակ։ Բայց դե էմոցիաներ են, էմոցիաներ ամբողջ կյանքի համար։ Ու վաղը մյուս օր էս ենք հիշելու։ Դες Վերջնա լրիվ էքստրիմա Դյազներ Շումախերի կարգավիճակում ֆորսաժներ անում, որ շուտ տեղ հասնենք, չմնանք անձրևի տակ Բայց դե ուր մնացել ենք արդեն Ասենց ալիքներ, ասենց կարկտահարություն, անձրև, հիմա կլինեն շատ-շատերը կասեն, ախպեր, բա պետք էր, գնացիք, հա անգեր պետք էր, վայելել եմ, ապրել եմ, զգացել եմ, ինչը առաջարկում եմ նաև ձեզ, լավ օրերին պարսկա եղանակին բոլորն էլ կարան, գնա անտեսնեն, չգիտեմ, այնտեղ լուսանկարվեն եւ այլն, բայց այս ուրիշ տպավորություն է վտանգավոր ունեշի ձեր հետ չի եղել սաղի հետ էլ պատահել է որոշում եք գնալ հանգստի ու ահա կարկուտ հաստորեն փրկվել ենք բարև ձեզ Ես ինչ ա կատարում դուրսում Շատ ահավոր է Շատ ահավոր եղանակ է այսօր Սևանում Պետք է հավատայինք թերութաբաններին, չնայած այն որ ասում է, եթե պլանավորել ես, պլաններդ մի խախտի։ Այդպես է։ Հավանեցիք ջրային տուրը։ Շատ։ Ձեզ դուր եկավ ճայերի կղզին, ձեր զբոսանքը։ Սպասարկող պերսոնալն էլ են որ գծես ճայր։ Շատ է, որ ձեզ դուր եկել։ Վանձնագիր կարելի է։ Անձը հաստատող պասպորտ ID կլինի։ Այո, կլինի ID։ Ձեր համարը 18 համարի բունգալոն է, ամրագրված։ Տեսեք, եք ձեզ քարտեզի վրա ցույց տամ, թե ուր եք գնալու եւ ձեզ աշխատակիցները արդեն կուղեկցեն։ Հիմա մենք այստեղ ենք գտնվում, այստեղից դուրս են գալիս ճանապարհով իջնում ենք դեպի ներքև, լողավազանը անցնելու եք, բրդվեք դեպի ձախ։ Արժեքի մեջ ներառվում է 3 անգամյա սնունդ, նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Եվ տարածքում ունենք 2 գործող ռեստորան, Ջրային սրճարանը հայկական մենյուով եւ Sunrise-ը եվրոպական մենյուով։ Այս հատվածում ինքնաթիռն է, որտեղ մեր հյուրերը սիրում են լուսանկարվել։ Ձեզ մաղթում եմ լավ օր, մեր նույններդում։ Մերսի շատ։ Գուցե։ Ինչ կուղեկցեն։ Աշխատակիցները այո, ձեզ կուղեկցեն արդեն։ Լավա անձրև չկա, բայց ամպերը մռայլ են, ջղային են։ Բարև ձեզ, գնացինք Լավա չէ, միջև քո համար մեքենայով Այս ծառայությունը արված է նրա համար, որպեսզի յուրաքանչյուր տուրիստ եւ այցելու իրան իրա կոմֆորտ զոնայում զգա Վաու 18 Այս ոնց որ լրիվ կտրված աշխարհ լինի Կղզյակ Բարև իմ A-frame բունգալո, տնակ, սենց ասեն, ուրեմն, նախատեսված է ընտանիքի համար, բայց այստեղ ես բնակվելու եմ առանց ընտանիքի, տարածքը բաժանված է երկու մասի, խոհանոցային ու միջանցքային հատված և հյուրասենյակ, դուրս կանք մի հատ պատշգամբը տեսնենք, գնացինք
վարկյաններ է պետք է, կրկին անձրև։ Կարևորը որ ներսում տաք է, լուսավոր է ու իմ սրտով է ամենակարևորը։ Ուրեմն այս հատվածը հանգստի հատված է։ Ունենք փափուկ կահույք, պլազմա եւ վառարան։ Այս հատվածն էլ ավելի շատ տենց հանգստի համար է նախատեսված։ Կահույքը լավն է, աչքի է ընկնում թարմությամբ եւ իհարկե պապիրոս։ Ասեք որ սազում է այս սենյակին։ Պրեմիում դասի երաշերտ սեղանի անձեռոցիկներ։ Մի փոքր էլ ծանոթանանք խոհանոցային հատվածի հետ, բարային մաս, բարձր աթոռակներ, գազօջախ, լվացարան, սպասք, սառնարան, չեմ հավատում։ Լսի, որ իմանայի մեզ մոտ Rio Grande-ի սառը սուրճեր կան, էլ հետս չէի վերցնի նավակով խմելու համար։ Որն ես ուզում ճոմ։ Ես քեզ։ Սանհանգույց։ Ես ձեզ ասեմ, սիրունա, և գույները, և դիզայնը, և այս քարային լուծումները, լոգա խցիկ, զինված թարմ սանտեխնիկայով, խնամքի պարագաներ կան, սրպիչներ կան։ Այն միտքը, որ դու անմիջապես լճի ափին ես, թույնա, երբ դրան գումարվում է նաև կոմֆորտը ու այս կարգի շքեղությունը, այդ արդեն իմ սրտով է։ Բարձրացանք, ունենք երկու ննջա սենյակ։ Կայֆ է, մի օր ստեղ կքնեմ, մյուս օրը ստեղ կքնեմ։ Լավն է, այս մինիմալիստական լուծումները ինձ դուր է գալիս, մանավանդ այս փայտային ստորագրությունը։ Սիրում եմ, երբ պատը, ասենց կիսաշեղ, միանում է առաստաղային։ Երկտեղանոց մեծ մահճակալ, բարձերի քանակը 2-ն են, սիրում եմ, երբ սպիտակեղենը բուրում է դաշտային ծաղիկների թարմությամբ, արդուկի հոտն էլ գալիս է։ Oh my god. Պլազմային տեսարան, հա, պանորամային այս պատուհանը եւ բացվում է եւ փակվում է։ Այս սրան էի կարոտել, այս խորությանը ու այս մշուշին, ու այս անձրևի կաթիլներին։ Այս էլ մեր հաջորդ սենյակը, առանձին մահճակալներով, կրկին նույն փայտային լուծումներն են, այստեղ գումարվել է նաև զգեստա պահարան ու այս տեսարաններն են։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես քաղցած եմ։ Համոզված եմ դու էլ, չէ, Ջոն ջան։ Ժամանակն է, որպեսզի ընտրություն կատարենք։ Հայկական խոհանոց, եվրոպական խոհանոց, ինչ ուտել։ Սա է խնդիրը։ Գնանք բզբզանք։ Կոտեջի հարմարությունները, ինչ խոսք, շատ լավն էին, ու քանի որ անձրևում է, չենք կարա գնանք ինչ-որ տեղ, ինչ-որ հետաքրքրություն ձեզ ցույց տանք, ես առաջարկում եմ շարունակենք մեր հեռուստածրագիրը գաստրո ուղղվածությամբ, մեր ռեզորտը ունի մի քանի ռեստորաններ, եվրոպական ուղղվածության, հայկական ուղղվածության, մենք ընտրել ենք Sunrise-ը։ Ու արևային դուռը բացվեց։ Հրաշ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Սոված, սենց ասեմ։ Համեցեք։ Ու սիրունա, լավնա, շքեղա։ Շնորհակալ եմ Հրաշ ջան։ Անուշ լինի, բարի ախորժեք ձեզ։ Մերսի։ Ու Սևանի ալիքների շշուկների ներքո ձեզ սպասվում է Գավառի համովությունների բացահայտումը։ Ես առավել քան երբևէ համոզված եմ, որ ամեն մի համ հիշողություն է թողնելու։ Որովհետև այնքան սիրուն է, այնքան գեղեցիկ է, ամեն ինչ, լուրջ։
Ինձ դուր է գալիս նաև Sunrise-ի սպասարկման level up-ը։ Տեսնում եք, սպասքը ստերիլիզացված տոպրակների մեջ, roast beef բանջարեղենով, կանաչեղենով, մսով, հատուկ սոուսով, սնկով։ Բացի փորձենք մի քիչ, այս ամեն ինչից պատար, որպեսզի հիշողությունները երկար մնան։ Դեթմիկը երբեք սենց հում չեմ կերել, երևի առողջարան է, չէ՞։ Դե արի Տիգրան, տեսախցիկից այն կողմ նկարագրի այս հետհամային հրավառությունը։ Այս սոուսը ու այս հում բանջարեղենը մի հատ կառնավալի տպավորություն է ստեղծում։ Սենց համերի է, որ սենց ինչ որ գույներ, ինչ որ համեր։ Լավն է, ինձ դուր է գալիս։ Շնորհակալ եմ։ Այս կոկոսի լիմոնադ է, ֆիրմային։ Կփորձենք անպայման։ Ստացվում է, որ դուք սիրելի տուրիստներ գալիս եք Sunrise ոչ միայն համեր գտնելու, դուք գալիս եք Sunrise նաև այս տեսարանները վայելելու։ Գլուխդ պտտվում է այս խորություններից, աջ, ձախ, մեջտեղ, այն որ չկրկնվող տեսարաններ են։ Ի վերջո սնվելուց սովորաբար մարդիկ լարվում են, ուզում են հասկանան ինչ պետք է ուտեն, ոնց պետք է ուտեն, ինչքան պետք է ուտեն։ Այստեղ անջատվում ես։ Այս ջրային թերապիան եւ համային թերապիան նպաստում են դրան։ Այս գունապնակից ոնց ասեմ, աչքդ չի կշտանում։ Այնքան սիրուն կանաչի, վարդագույնի, մոխրագույնի խմորում կա, ուզում ես մի անգամից փորձես։ Ռիզոտո, սև բրնձով եւ թարապ ածուխի վրա դաստիարակված։ Ճիշտ ասեցի։ Ինչ որ պանրային կամ կաթնային սոուս էլ կա, մի կես պատարագաղով արդեն այս համերից ոչնչանում ես աշխարհի երեսից։ Ֆիլմային արեցի։ Առաջարկում եմ ձեր կորպորատիվ միջոցառումները, ընկերական հավաքները, պարզապես տենց ընկերուհուն վերցնես սիրային ռոմանտիկ գաս, նստես, վայելես այս ամենը, ինչպես նաև ընթրիքը, մոմի լույսի ներքո, մի բաժակ շամպայն, իսկ ես այդ շամպայնը փոխարինել եմ կոմպոտով։ Գազավորված է մեր լիմոնադը ու ոչ թե տենց ռուսը լավ խոսք ունի, պրիտրնի կոկոսի համը գալիս է, այլ այս թեթև ակցենտներ են, ինչը իմ դուրը գալիս է։ Բայց ինձ կներեք, ես ժամադրության եմ արևի հետ, շտապում եմ մի շատ սիրուն տեղից, ինչը գտնվում է հենց ռեզորտում, արևին հրաժեշտ տամ։ Անձրևն էլ դադարեց։ Այնքան հուզիչ ու գեղեցիկ է վրձնահարված այս մայրամուտը, այն որ հեքիաթային է, բայց նրա վերջին շողերը դեռ ջերմացնում են Սևանի ավազանը, մեր հայրենի հողը, մեր մայրենի հողը ու այս փոքր ջերմության մեջ դու ավելի ուժգին ես զգում հայրենիքի հանդեպ սերը, իր ջրերով, իր լեռներով, իր բարձունքներով եւ իր պատմությամբ։ Դու ինքդ քեզ պետք է խոստանաս, առավոտյան կրկին արթնանաս։ Այս սիրո խոստովանությունը հենց այնպես չի արվում։ Ջուրը միանում է երկնքին ու այդ տեղից ծնվում է նոր հույս։ Նոր հույս ապրելու ու վաղ առավոտյան կրկին արթնանալու։ Դե, բարի գիշեր, անուշ երազներ։ Կհանդիպենք վաղ առավոտյան։ Կանաչներ բարի լույս,
Խատուտիկներ բարի լույս, լողավազան բարի լույս, ձյոն բարի լույս, շտապ ենք նախաճաշելու։ Ասեք ինչ գեղեցիկ է բնությունը եւ նախաճաշը։ Այս արհեստական չի, բնական է։ Доброе утро։ Այս առավոտը պետք է լինի գունաշատ։ Ախորժելի նրբերշիկներ են, չէ։ Ես չգիտես խի սիրում եմ sense բացվածքով նրբերշիկները վերցնեմ։ Բաստորմայով ձվածեղ։ Նոյլենդում այլևս տիրում է նախաճաշային տրամադրություն։ Մեզ եւ ձեզ բարի ախորժակ։ Համով նախաճաշից հետո այլևս սկսված է մեր երկրորդ ճանապարհորդական օրը։ Ինչ անել Գավառում մեր ռեզորտից մոտավորապես մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Բերդկունք գյուղը, ֆանտաստիկ գյուղ է, ու այս գյուղում կա նույնքան ֆանտաստիկ մի պատմամշակութային կոթող, ինչը ուշադրության արժանի է։ Ամենայն դեպս այս գոհարի մասին պատմող նյութեր, լուսանկարներ քիչ եմ հանդիպել։ Ես առաջարկում եմ այդ սխալը շտկել ու ուշադրության արժանացնել։ Էն էլ ինչպիսի ուշադրության։ Իշխանանց Բերդ հասնելու համար պետք է նեղություն տակ գյուղացիներին, որովհետև այս ոնց հասկացա մասնավոր տարածք է։ Էս էլ բնակիչների բակային հատվածն է։ Օй, բաց տեղից ոնց ենք բարձանում։ Արի մի բան կմտածենք։ Դուք հիմա պատկերացնում եք, չէ՞, պատմական ինչ շերտեր են բացվելու մեր դիմաց։ Ու լոնքեր։ Բայց դա ինձ որ ասեմ դժվարը չէ, հեշտ հաղթահարելի բարդություններ են։ Առաջարկում եմ չքայլել just hiking-ի համար։ Առաջարկում եմ քայլել հասկանալով, տեսնելով այս ամեն ինչը, գնահատելով այս ամեն ինչը։ Այ տեսնում եք, պարսպից հատվածներ են մնացել ու տարածքը ոնց որ վերցրել են իրանց հովանու ներքո։ Այստեղից շարունակվում է մինչև այն ծառը ու մեծ տարածություն է։ Հիմա կհամոզվենք։ Իդեպ Բերդը ունեցել է մի քանի դիտակետեր, մի քանի աշտարակներ, որոնցից մի քանիսը պահպանվել է։ Խնդրեմ։ Բազալտ է կարծում եմ, շաղախն է հետաքրքիր։ Չէ, օրիգինալ տեսք է տալիս։ Սևի ու շագանակագույնի դեպի սպիտակին տվող այս խմորումը։ Դեք ինչ ամուր շաղախ է։ Ուզում ես քերես չի քերվում։ Ահա։ Նույնիսկ մատդ կարաս վնասես։ Այս կրաշաղախի պատճառով հետագայում Բերդը ստացել է սպիտակ ամրոց անվանումը, այն սիրուն է պատը։ Ամեն ուր կան ցուցանակներ, անպայման ուշադրություն դարձրեք, աղբ չթափել, պատերի վրա չբարձրանալ։ Այս Բերդը վերահսկել է դեպի Սևան տանող գլխավոր ճանապարհները։ Թվագրվում է 10-ից 12-րդ դարեր։ Մի փոքր էլ որ թերթում ենք պատմությունը, ավելի առաջ ենք գնում։ Տարածքը բնակեցված է եղել ու ամրացված է եղել մեր թվարկությունից առաջ դեռևս 2-ից առաջին հազարամյակներում։ Հետո նոր կառուցել են Բերդը։ Այս քարերը դրա վառ ապացույցն են։ Այս շարվածքներն էլ այդ ժամանակահատվածից, որ միջև հիմա մնացել են, թեկուս որոշակի հատվածներ, պետքա շնորհակալ լինենք։ Մեկ գիտես ոնց է, ուղեղը սենց փքվում է, ուրճում է ու քիչ ամանում պայթի։ Ինֆորմացիայի հոսքից անընդհատ սենց լցնում ենք։ Ու սկսում ես զարմանալ, ասում ես՝ լավ, այս փոքրիկ երկրում, այսքան պատմություն, այսքան պատմամշակութային կոթող որտեղից։ Յուրաքանչյուր մարզի խոշորացված համայնք, որի մեջ մտնում են մի քանի գյուղեր, ամեն մի գյուղում հնարավոր չէ, մի հետաքրքրություն անպայման կգտնեք։ Նենց որ մի սահմանափակվեք ռիզորտում ձեր հանգիստը անցկացնելուց։ Ես
գիտեմ, որ luxury պայմանները, ես չգիտեմ, այնտեղ ժամանցի տարաբնույթ տեսակները ձգում են, բայց դե պատմությունն էլ պետքա ձգի։ Ձեր սեփական ինքնության հետքերը նույնպես պետքա ձգեն։ Ի վերջո, երբ կա այդ պատմությունը ու այն ներկայացվում է ըստ արժանվույն, գեղեցիկ կադրերով, տիեզերական որակով, իլուր աշխարհին պետքա ասվի, որովհետև կան պետություններ, որոնք այսքան ծանրակշիռ պատմություն չունեն, բայց նենց են ցուցադրում, քեֆդ գալիս է։ Ու այնքան դիտումներ են ապահովում, քեֆդ գալիս է։ Դե ձեզ տեսնեմ, գործի անցեք, ես կարծում եմ ինչ-որ սենյակային հատվածներ են եղել, իրանց մուտքերով, հենա մուտքը երևում է, ու շարվածքներով, մի քանիսն են, 1, 2, 3, 4, գուցե իշխաններ են այստեղ նստել, հրամաններ տվել, զորք ղեկավարել, դրա համար էլ ինչ որ ժամանակահատվածում Սպիտակ բերդը կոչվել է իշխանաբերդ։ Չէ, համ ներքև է իջնում, համ էլ հասկանում ես, որ վերև է բարձրացել։ Ես չգիտեմ հիմա մենք որ հարկում ենք գտնվում, բայց դե եւ բարձրություն է ունեցել, եւ խորություն է ունեցել։ Մեկ-մեկ լինում է, չէ, երբ չեք դիմանում կենցաղային խնդիրներին, պորտկում եք։ Մեկ-մեկ երբ չեք դիմանում ընկերոջ ցավին, ընտանիքի ցավին, պորտկում եք։ Դուք պատկերացնում եք այս բերդը ժամանակների ընթացքում ինչքան զրկանքներ ա կրել։ Ու երբեք չի տրտնջացել, երբեք չի պորտկացել։ Այս ալիքների արհավիրքը, պատերազմները, պաշարումները, բայց մնացել է։ Ու այսպես լուր դիմավորում է մեզ ու ճանապարհում է։ Շատ տեղեր կարա գնաք, շատ պատմական կոթողներով զարմանաք, մոլ, վաու, Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, ասիական որոշ երկրներ, արևելք, բայց մերը մի տեսակ ուրիշ է, չէ՞։ Պճնված չի, մինիմալիստական է, բայց այնքան հարազատ է։ Այնոր այստեղ է, սրտի մեջ, սրտի խորքում, քո ենթագիտակցության մեջ, քո ուղեղում։ Գնանք առաջ, հա։ Զարմանանք տեսարաններով։ Իդեպ ձեր տուրերի ընթացքում ֆանտաստիկ պորտֆոլիո կարաք ստանաք, որովհետև տարածքում արված լուսանկարները համոզված եմ, որ ամենաշատ դիտումներն են ապահովելու ձեզ, ինչպես նաև սրտիկները, գրկախառնությունները։ Գիտեք ինչն է ձեզ կապում ես հեռուստապրոյեկտի հետ, որ պատմությունը ոչ թե ուսումնասիրում եք դասագրքերից, որ պատմությունը ոչ թե ուսումնասիրում եք ինտերնետային գրականությունից, այլ ձեր աչքերով եք տեսնում։ Իսկ այդ շատ կարևոր է։ Ստացվում է, որ մեր ստեղծագործական խումբը մի քանի տոկոսով նաև պատմիչ է։ Այն առումով, որ ավելի ենք ձեզ մոտեցնում ես բնությանը, հայոց պատմությանը, մեր սկզբնաղբյուրին, ու ես այդ հարցում շատ երջանիկ եմ, անկեղծ, ինչ սիրուն է, ինչ սիրուն է, ինչ սիրուն է, վերջնա լսի, մի փոքր էլ եկեք վայելենք կադրերի երկնքից ու շարժվենք Գավառ, այնտեղ նախապես պայմանավորվել ենք Տեր նշանի հետ, կներկայացնենք ձեզ Գավառի ամենամեծ եկեղեցին, Սուրբ Աստվածածինը, ճիշտ է, այդքան հնությամբ աչքի չի ընկնում, 19-րդ դարի կառույց է, բայց ունի առանձնահատկություններ եւ առավելություններ։
Տեր-նշան ջան, բարի ողջույն։ Բարև ձեզ, Օրհնեցեք։ Աստված օրհնի ձեզ, բարի եկաք։ Ո՞նց եք։ Լավ, փառք Աստծո։ Եղանակների հետ մենք էլ տրամադրությունները սկսում են բացվել։ Տուրիզմի տեսակետից դրսից եկած Հայաստան հյուրերը գալիս են եկեղեցի, ծանոթանում են այս քարեղեն վկայությունները։ Գալիս են, շատ չէ, բայց համենայն դեպս ինչքան որ ես այս վերջին տարիներին այստեղ ծառայության եմ, 4-5 տարին, զգում եմ աշխուժությունը նաև տուրիստական կազմակերպությունների կողմից։ Եվ այս մեր հրաշ եկեղեցին թեմական առաջնորդանիստ, որը ամենամեծն է թերևս մեր հայ իրականության մեջ, մեր Հայաստանի թեմերից ներս, սկսում են կառուցել համայնքի ջանքերով, ժողովուրդը իրենց նվիրատվությամբ։ Անգամ հիմքերը պատմականորեն ասում են, որ մոտ 18 մետր հիմք են փորում, որովհետև նպատակ են ունենում մի զգալի մեծ ահռելի եկեղեցի կառուցել, թեպետ հիմա էլ նայում ենք չափերով գրեթե մեր ասացին համապատասխանում են եւ գալիս է հասնում է մի շրջափուլ, որ տեսնում են այլևս միջոցները սուղ են։ Դիմում են մի քանի մեծահարուստների, որոնցից առավել աչքի են գնում Կոլոտ Հայրապետը կամ Հայրապետ աղան եւ Փառք Աստծո եկեղեցին կառուցում է շատ սև ժամկետներում, ընդամենը 3 տարվա ժամանակահատվածում եւ ասում է այնքան էր խանդավառված, որ օրեկան 1 ցուլիկ էր մորթում այստեղ բանվորների համար, շինարարների համար, որ ինչքան հնարավոր է ուժը ամեն ինչը տեղում լիներ եւ եկեղեցին ավարտվեր, հասցնեին իրենց ավարտին ու նպատակին։ Տեր-նշան, ես գիտեմ, որ ինքը փուլ առ փուլ է, չէ՞, կառուցվել մաս-մաս, թե չէ։ Այո, եկեղեցու այս հատվածը կառուցվել է հենց այդ ժամանակահատվածում, այս հատվածը կառուցվել է ավելի վերջի ժամանակներում։ 1902-1905 թվականին ունենք մեր պատմական այս հատվածը եկեղեցի։ Առաջին այստեղ թեմի առաջնորդը եղել է Լուսահոգի Խորեն առաջին Մուրադբեկյան կաթողիկոսը։ Այստեղ իր երկար պաշտոնավարման տարիներին սկիզբը դրվել է այս եկեղեցու կառուցման։ Հետագայում դե գիտեք Խորեն Մուրադբեկյանը եղավ ամենայն հայոց կաթողիկոս 1932-38 թվականին, այսպես իր նստավայրում վեհարանում իրեն խեղտամա արեցին։ Դաժան է։ Այո։ Եվ ինչով է պատմական նաև մեր Սուրբ եկեղեցին օծման արարողությունը կատարել է մեկ այլ մեր հոգևոր հայրերից Լուսահոգի, ասպես մեր ազգի, մեր ժողովրդի սիրելի Խրիմյան հայրիկը, Մկրտիչ կաթողիկոսը։ Եկեք մեր զրույցը եզրափակենք այս ճարտարապետական մանևրներով, լուծումներով, ինչ կարող ենք ասել խորանի հետ կապված, նորելուկ ճաքերի հետ կապված եւ այս մոզաիկան էլ է շատ հետաքրքիր, որովհետեւ Գյումրու 7 վերքում էլ նույնը կա։ Եկեղեցու ներսը, եթե հասցրեցիք նայել, Շույան ջան, ուրեմն այո, ինքը դրսից բարձրությունը մոտավորապես 44 մետր է։ Մինչև 60-70-ական թվականներ եկեղեցու գմբեթի վրա զետեղված եղել սովետական խաչը։ Այո, նկարները կան պատմականորեն, կարող ենք ցույց տալ։ Այնուհետև համայնքի բնակիչներից մեկը օրերից մի օր որոշում է, որ խաչ բարձրացնեն, եւ այդ խաչը, որ հիմա կտեսնեք, այսպես մի քիչ տկար, բայց այդուհանդերձ փոխարինում է խաչին մինչև այսօր։ Զանազան տարիների շինարարություններ արվել են մասամբ։ Վերջին արվել է 90-ական թվականների սկզբին, տանիքի ձևափոխումը եւ այս պատերին, եթե ուշադրություն նայեք, հարվածները մուրճի կացինի տեղերն են, որը որ սովետական ժամանակ ծեփ է եղել եւ ոչ քերվածքներ լինեն սա։ Իշարս մյուս մեր եկեղեցիների դժբախտաբար ծառայել է նաեւ որպես գոմ, որպես ծորենի, չգիտեմ, հավաքատեղի եւ այլն։ Ցավոք ունենք նաեւ վնասվածքներ եկեղեցում, 2 տեղ, ճաքերի արկայություն եւ գմբեթը արդեն մասամբ վերանորոգման կարիք ունի։ Իհարկե համայնքապետը խոստացել է ամեն ջանք ու երան դնել համայնքի միջոցներով։ Համոզված եմ, որ խոսքի տերը ինքը գործի մարդ է մեր պարոն Մարտիրոսյանը եւ տանիքի այսպես թիթեղի ծածկը փոխարինելուց հետո նաեւ գմբեթը վստահ եմ ավելի կամարակայվի ու նոր խաչ կզետեղենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս գեղեցիկ հոգևոր էքսկուրսիայի, ինֆորմացիայի եւ մարդկային զրույցի համար, հոգիների շփման համար։ Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը իրենց բազան ամրապնդեցին կապված Սուրբ Աստվածածին եկեղեցու կենսագրական տվյալների,
շինարարական աշխատանքների եւ պատումների հետ։ Շնորհակալ եմ։ Ես էլ շատ ուրախ եմ մեր խոնարհումը մեր Սրբազան հորը այս գեղեցիկ առիթը մեզ ընձեռելու համար, Իսահակ Սրբազանին այս գեղեցիկ զրույցի համար։ Մերսի։ Շնորհակալ եմ։ I hear in my head the song that I've been humming. Got a spring on my step and the sun's on my neck, and you're here by my side. Օրը մտնեց ու ժամանակն է մտածելու մեր գիշերային activity-ի մասին։ Հետաքրքիր է տուրիստը ինչով կարող է իր երեկոները ել ավելի ժամանցային ու գեղեցիկ դարձնի Noiland Resort-ում։ Դե իհարկե լողավազան, սաունա, այս սաունան լավ միտք է, գնացինք։ Մեր կոտեջից մի քանի քայլենք, շնչենք, ագահաբար։ Այս էլ մեր սաունան։ Բանալիներ ունեմ, հետևեք ինձ։ Իդեպ, մի անգամից ասեմ, որ հետո չասեք Տիգրան գող եկավ, գող գնաց։ Սաունայի համար առանձին պետքա վճարեք։ Ու ես ասեմ, սրա համար իսկապես էլ արժի վճարել։ Առանձին մենյու կա, պլազմա, կահույք, փափուկ, հանդերձարան, ջակուզի, շոքեբաղնիկ, իսկ ամբողջական պարը քեզնից հանելու համար, ուլից կաթափվելու համար, արի, կհանդիպենք հաջորդ մարզում, հաջորդ տուրիստական գրավչությունները ձեզ ներկայացնելիս։ Ու ես գնացի, ցտեսություն, դեպի ծովը։